Քաղաք։ Այն ապրում է, ինչպես ապրում են նրա բնակիչները։ Այս աղջիկները պատրաստվում են երեկոյան գնալ պարելու։ Աշակերտը գնում է տուն, պատմելու, որ ուսուցիչը ծնողին դպրոց է կանչել։ Այս վարորդը ուղևորվում է դեպի իր գրասենյակը։ Մեկը շտապում է, մյուսն ուղղակի զբոսնում։ Իսկ ինչ է անում այս անցորդը։ Հետաքրքիր է։ Զբոսնում է, թե սպասում է ինչ-որ մեկին։ Նման չէ։ Առաջին հայացքից չես կռայի։ Տարվա ժամանակները, մենք, Ձորի Միրո, Աղդասար աղբար, Մեր դարը, այս ֆիլմերը միավորված են փայլուն օպերատորական աշխատանքով։ Լաերտ Պողոսյանի վարպետությամբ։ Այսօր ֆիլմերի շարքին միացավ նաև գիրք։ Ծաղիկներ, ժպիտներ, ծափահարություններ։ Շնորհանդեսին բնորոշ այս ատրիբուտները գրքի հեղինակին խորտ չեն։ Չէ, որ նա վայելել է տեսանելի կինոաշխարհին ուղեկցող փառքն ու փայլը։ Իսկ գիրքը նկարագրում է այդ փառքի մնացած կողմերը։ Երկարատև, հոգնեցուցիչ նկարահանումներ, բազմաթիվ դուբլեր, ստեղծագործական վեճեր և վերջապես Լաերտ Պողոսյանին դժվար է լինել ուշադրության կենտրոնում։ Նա սովոր է գտնվել տեսախցիկի մյուս կողմում։ Մեծապես շնորհակալ եմ մեր աշխատանքի համար, որ դու կատարել ես։ Եվ ես կարծում եմ, որ մենք հարստացել ենք։ Մենք հարստացանք քո այս գրքով, մեր հուշագրությունը հարստացավ եւ այնպեսի անկեղծ ձևով է ասվում այդ բոլորը, որ չես զգում, թե քեզ բան են սովորեցնում, քեզ ինչ-որ բան են հիշեցնում։ Բացի իր հրաշալի ֆիլմերից, նաև հրաշալի անուններ է ճառագայթում։ Այդ երեկվա միջից գալիս հասնում եմ ես, եւ շատ երջանիկ եմ, որ Լաերտ Պողոսյանը այդ ժամանակներից մինչև այս ժամանակները կա որպես մի ամբողջություն։ Զրույցի ընթացքում այնքան հայտնի անուններ հնչեցին։ Գրքում դեռ ավելի շատ։ Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Հրաչյա Ներսիսյան, Առնո Բաբաջանյան, անվերջ փայլուն անուններ։ Միթե հնարավոր է, որ մի մարդ շփվեր նրանց բոլորի հետ։ Ժամանակակից սերնդին սա կարող է թվալ բոհեմա, վերնախավ, բայց երբ պատկերացնում ես ու հետ ես գնում այն տարիները, հասկանում ես, որ չի եղել բոհեմա, եղել է քաղաք, իր բնակիչներով։ Պարզապես նրանցից շատերը եղել են տաղանդավոր։ Զրուցում են հանրաճանաչ ռեժիսորն ու օպերատորը։ Արթուր, դու կարող ես հիշես այն շենքի կադրը, այն որ վերջի կադրը մենքի, այն որ հատ ես ընկանում շենքեն ժողովուրդը, այդ որտեղ էր, Աչափնակում էր, Դավիթաշեն չէր։ Չէ։ Որտեղ։ Կոմիտասը։ Կոմիտասի վրա էր։ Հա։ Կոմիտասի վրա էր, ապրես։ Աչքի վրա մենք կանգնած նկարում ենք, ձախ կողմից շենքն է։ Ապրես։ Բայց Երևանի էլ հիմա նա, որ նոր շենքեր են կառուցում, Երևանի համայնքն է։ Այդ իմ գրքում կկարդաս, այդ ասածդ կհիշես։ Արա ման եմ գալիս Երևան, ուզում եմ իմ են ջահելության, մանկության փողոցները բան, ոնց որ օտար քաղաք գնացած եմ։ Բայց առաջվա ստուդիայի փողոցը։ Ստուդիայի փողոցը, ինչքան համուհոտ կար են նեղ փողոցում։ Գնում ենք այն հայ ֆիլմը։ Ինչով է զբաղված այս անցորդը։ Մի քիչ էլ հետևենք և փորձենք հասկանալ,
ինչով է տարբերվում այս կեցվածքը սովորական անցորդի կեցվածքից։ 1954 թվականին կենսաբանության ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող Լայարդ Պողոսյանը Սեմյոնովկա գյուղ էր գործուղվել դիպլոմային աշխատանքը գրելու համար։ Թեման կովերի գոտկամասի շրջանում ջերմային գրգռիչների ազդեցությունը կաթի յուղայնության բարձրացման վրա։ Ամեն առավոտ կատարում էր չափագրումները և 15 օր հետո ակնհայտ արդյունք 1,8%-ից յուղայնությունը բարձրացավ մինչև 2,9%։ Դիպլոմային աշխատանքը ստացվեց և մոռացվեց։ 1960-ականներին, երբ Հայաստանում հիմնադրվեց հեռուստատեսությունը, կենսաբան Լայարդ Պողոսյանը իր ընկերների հետ միասին առաջին քայլերն արեցին դեպի հեռուստատեսություն։ 100-ից ավելի վավերագրական, համերգային, խաղարկային ֆիլմեր, ցուցանիշ, որով հարստացավ հայկական կինոն։ Իմ ուշք ու միտքը անդադ եղել է կինոն և լուսանկարչությունը, իսկ դա իր հիմքն ունի, որտեղ իմ ծնողները դերասան են եղել, իսկ հայրս շատ լավ լուսանկարիչ, շատ լավ։ Արարատի են երկու բարդիները, որ կա, նրա հեղինակն ինքն է եղել։ Մի ստուդիա գոյություն ուներ։ Եվ այդ ստուդիայում հավաքվել էր մի կոնտինգենտ փոքր, մի ընտանիք ասես, մի համախոհներ, ինչու տարված իրենց գործով։ Մեր դիրեկտորն էր Ներսես Կագրամանովը, հոյակապ ինտելեկտուալ մարդ, շատ գործ ունի։ Գլխավոր ռեժիսորն էր Մարատ Մարինոսյանը։ Լայարդ Պողոսյանը մոտենում է մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքին։ Երկար տարիներ նա այստեղ դասավանդել է կինոֆոտովարպետություն։ Դե իհարկե, ինչ արժե փորձը, որ չի փոխանցվում հաջորդ սերնդին։ Ուսանողներն էլ ինչպես հայտնի է, միշտ ուսանող են մնում։ Թե որտեղից են նախորդ իմանում, թե դասախոսը երբ կգա և երբ կբացակայի, ուսանողին էլ կհարցնեն։ Մի խոսքով իմացել էին, սակայն վարպետը չգիտեր անակնկալի մասին։ Տարիներ անց ուսանողները հավաքվեցին հերթական ստուգարքը հանձնելու։ Երկուսը նկարահանում են այդ ամենը, իսկ մի քանիսն էլ հարգելի բացակա են։ Ուսանող են, չէ՞։ Իմ դասախոսների ժամանակ ես նորից վերապրում էի։ Ուրախանում էի, որ այդ բոլորը ինչ-որ ես գիտեմ, նորից ինքս էլ ասում եմ, ինքս էլ լսում եմ։ Ուրախ եմ, որ նայում եմ իմ ուսանողները, իմ երեխեքը բոլորն էլ կայացել են։ Հիմա մոդա է գնացել նկարել ֆիլմ ֆեստիվալի համար։ Ֆիլմ, որը եւ ասում են, բան չի ստենց ասում, լավ գրիշեն որ մեկն ասում, այսինչ ֆիլմ արդեն 3 մրցանակ ա։ Լավ է որ շահել է։ Բայց արեք ֆիլմ արվեստի համար, ժողովրդի համար, հետո նա կստանա շատ ավելի լավ։ Հիմա դուրս գանք դուրս, ամեն մի 10 մարդուց 8-ը անպայման գիտի մենք ենք մեր սարերը, անպայման գիտի Նահապետը, անպայման գիտի Ձորիմիրոն, անպայման գիտի Տշվժիկը եւ այլն շարունակեմ, հա։ Գիտի, բայց մի ձեր ֆիլմերը, որ շահած ֆիլմեր եք, հարցը գիտեն նրանք ասում, կասես մեկն չի իմանա, կամ մեկը կիմանա։ Սկսել են մտածել էսկեպ։ Մենք գիտեք ինչի չեն իմանում, որովհետև մենք այնքան հանճարեղ ենք անում, որ ժողովուրդը դժվար է հասկանում, հետո կհասկանան մեր գործերը։ Այսինքն հանկարծ հիշում են, որ եղել է Փարաջանով կամ կա Փելեշյան, ու բա ինչի, գուցե ես էլ եմ ինչ որտեղ Փելեշյան կամ Փարաջանով, տենց չի։ Առաջին անգամ, երբ որ ժողովուրդը գնաց Ծիծեռնակաբերդ եւ այդ մի հրաշք հուզ պատմությունը գնում էր եւ դրա մեջ մի լավ բան տեսնելու հետ միասին վախ կար վերևներում, պետք էր նես նկարել, որ դրանք չտեսնեն։
ուրեմն մի հատ նկարածը ես հանել եմ, ես տեսա, որ դրանք նայում են։ Ասիստենտը Սահակն էր, լավ հիշում եմ։ Ասի Սահակ, այդ կասետը դիր պիջակի տակ։ Սենց դրել է պիջակի տակ, ասում եմ մի այս քարքերեցով սարի այն կողմը քարքրատ սենց սար էր դեպի շուն էր։ Ասին դեղից իջի տար, փախի տար էս կասետան, այդ կադրերը այդ տարիներին ուղղակի փախցրել ենք։ Տարել ենք, երբ որ իրանք արդեն ինձ գտան, երբ որ մոտիկացան, ես արդեն նկարում էի շատ նեյտրալ բաներ։ Կես դարի անցել այն նկարանումներից եւ հիմա կանգնած եմ իմ անցած տարիների սարի գագաթին, որից անսահման ցանկություն եմ զգում ցած իջնելու եւ նորովի նկարահանելու մի ֆիլմ, մի նոր մոտեցմամբ ու ասելիքով։ Գիտես ինչ եմ մտածում, միշտ մարդ բաներ է մտածում, որոնք որ միտք ավելի առաջ է գնում, քան թե հնարավորություններն ու պայմանները։ Ասում եմ չնայած այս տարիքին եմ, բայց ոչինչ էլ ինձ լավ եմ ֆիզիկապես։ Իհարկե չի ստացվի, բայց իմ կյանքում կուզենայի մի անգամ թեկուզ մի 10 րոպեանոց, մի 2 մասանոց քեզ հետ մի գործ արածելնեի ու նոր վերջանար իմ կարիերան, այսպես ասած, չնայած վերջացած, բայց դա հնարավոր չի, ես գիտեմ։ Հնարավոր բանն է, շուկան է։ Շուկա։ Շուկա։ Բանը, ավետ, էտը չեղա։ Էտը չեղա։ Շատ լավն էր, մի պերսպեկտիվայում նոր մտքեր ունես, թե գրում ես, ինչն ես գրում։ Շատ։ Հա, դե շատ լավ է։ Գրել վերջացնի նոր կասել։ Եղավ։ Մենք լուր լսում ենք եւ սովորում, ինչպես անցած ուսանողական տարիներին։ Կողքից լսելով այս զրույցը հասկանում ենք, որ ցանկացած պահի կարող է ծնվել նոր գաղափար, նոր ֆիլմի մտահղացում։ Եվ օպերատոր Լայրդ Պողոսյանը կգնա փնտրելու նոր կադրերի համար նոր նկարահանման վայրեր։ Հանդիսատեսին չի երևում, թե ֆիլմի յուրաքանչյուր դրվագի համար որքան ջանք է գործադրված։ Պատահում է, որ մի կադր, որ էկրանին վայրկյան է դառնում, նախապատրաստվում է մի քանի օր։ Ինչով է զբաղված այս անցորդը։ Նրա զննող հայացքը քիչ-քիչ բացահայտեց գաղտնիքը։ Լայրդ Պողոսյանը բացի նորը փնտրելուց, մեզ էլ ներգրավեց այդ փնտրտուքին, որպեսզի միշտ լինի նոր գաղափար։ Հիմա քայլում ենք փողոցներով եւ ուզում ենք վերհիշել արդեն 45 տարի անցած զարմանալի այդ բառն էլ ասում եմ անհավատալի բան է 45 տարի անցել այդ օրից որ նկարահանում ենք Արտաշ Փելեշյանի հետ մենք ֆիլմը ես հիմա աշխատում եմ վերականգնել այդ տեղերը որտեղ եղել են այդ նկարահանումների որոշ մասեր Վարպետի աչքերով ցանկացած տեսարան պետք է վերածվի անթերի կադրի կադրերը կվերածվեն ֆիլմի իսկ ֆիլմերը կյանքի կյանք որը բաղկացած է հազարավոր կադրերից և էջերից։